Վիտալի Բալասանյանը եւ իրենց այդ շրջապատը պատասխան տա այն հարցի համար, ինչու իրենք Արցախում կազմակերպեցին ռազմական հեղաշրջում եւ 10-12 օր հետո թուղթը ստորագրեցին եւ Արցախը հանձնեցին ուրեմն Ադրբեջանին այն պարագայում, երբ որ մենք բազմիցս հայտարարում ենք, որ Արցախում հեղաշրջումը հղի է Արցախի վերջնական կորստին, բայց իրենք դա չլսեցին ու ասեմ ձեզ, այն ինչ որ իրենք հիմա ասում են, եթե իրենք այսպես տեսականորեն համարենք, որ կգան իշխանության, ապա նույն հերանեկարը, նույն ճակատագիրը Հայաստանի Հանրապետությանն է սպասում, նույն սցենարով, տեսեք, նույն խոսույթն է հիմա, չգիտեմ, որ Հայաստանում իշխանություն փոխվի, ամեն ինչ կփոխվի եւ այլն, նույն բանը իրենք ասում են Արցախի հետ կապված, կհիշեք այն ժամանակ Աղդամով պետք է օգնություն գար, իրենք հայտարարում են ոչ մի պարագայում մենք իրենցից այդ օգնությունը ադրբեջանցուց, չգիտեմ, հացը կամ ջուրը չենք վերցնի, նույնը այսօր մենք տեսնում ենք այս նույն իրավիճակը բենզինի ու ցորենի հետ կապված, նույն, գրեթե նույն սցենարն է, բայց երբ որ իրենք եկան իշխանության, առաջի բանը, որ արեցին, Աղդամի այդ ճանապարհը բացելն էր ու ընդամենը 10-12 օր հետո ստորագրեցին եւ Արցախը տվեցին Ադրբեջանին։ Նույն բանը կրկնելու եմ, նույն սցենարը աշխատելու է Հայաստանի Հանրապետության պարագայում,